Գյումրի այցելած Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հետպատերազմյան շրջանում հասարակության մոտ առաջացած մի շարք կարևոր հարցերի։ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը ապրիլյան պատերազմի իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները, հայտարարեց Օհանյանը։ Նախարարն անդրադարձավ համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութին, որը նկարահանվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում։ Տեսանյութը փաստում է այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցում։ Տեսանյութում զինվորները կրակելու հրամանի են սպասում եւ ճշտում, թե ինչն է պատճառը, որ հրաման չեն տալիս կրակելու եւ ոչնչացնելու իրենց թիկունք թափանցող թշնամու մեծաքանակ ուժերին։ Սակայն ըստ Սեյրան Օհանյանի մարտական գործողությունների ժամանակ կրակելու թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իր ընձեռնված մարտական խնդիրների կատարման շրջանակներում ինքնուրույն է գործում։ Կա ընդհանուր առմամբ նաեւ բնազդային իրավիճակ։ Ոչ մեկ դիրքում գտնվելով երբևիցե եւ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին կրակել, թե չկրակել իր կյանքը բրգելու համար։ Սեյրան Օհանյանը խոսեց նաև քառօրյա պատերազմից հետո պաշտպանական համակարգում իրականացված պաշտոնանկություններին, ինչպես նաև ձերբակալություններին, ու նշեց, թե դրանք հիմնականում իրականացվում են համակարգն առողջացնելու նպատակով։ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե $200 միլիոն վարկի դիմաց ռուսական զենքի առաքումն ինչ փուլում է։ Չէ՞ որ վարկային պայմանագիրը կնքվել է ավելի քան 1 տարի առաջ, սակայն ռուսական զենքն այդպես էլ Հայաստան չի հասնում։ Թողեք այդ գործով զբաղվի պաշտպանության նախարարության ղեկավարությունը։ Պայմանագրերը 80%-ով ստորագրված են, դրանց շարունակական ներմուծումը սկսվել է դեռ 3, այսօր շարունակվում է։ Հիշեցնենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մարտավարական ու ռազմավարական նշանակության որոշ դիրքեր դեռևս հակառակորդի տիրապետության ներքո է։ Ուստի Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքն էլ կորցրածը համարում է անմշակ հողատարածք, ինչպես իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին։ Այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ ուրեմն նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն ետ վերադարձնելու այսպես ունակության շրջանակներում։ Շնորհակալ։